Բարեդեսիելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 28-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք մեր տարածաշրջանի եւ ուղիղ Հայաստանի հետ առնչվող մի քանի հարցերի, անպայման կանդրադառնանք հաջորդ մասում նաեւ աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Բաքվում Բելարուսի դեսպան Դմիտրի Պինևիչը Եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցությունից բիզնեսի համար առավելությունները խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է. Բելարուսի դեսպանը Բաքվում ԵԱՏՄ-ն ձգտում է ամրապնդել համագործակցությունն այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին է Ադրբեջանը եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին են ԱՊՀ-ն, թյուրքական պետությունների կազմակերպությունը եւ այլ տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններ։ Շարունակությունը Ռուսաստանի դեսպանի խոսքը։ Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայել Եվդոկիմովն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ կարող է նպաստել երկրում օտարերկրյա ներդրումների աճին։ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը միութենական երկրների հետ աճում է։ Միության ներողություն երկրների հետ աճում է։ ԵԱՏՄ-ի անդամ ենք նաև մենք։ Ադրբեջանը ԵԱՏՄ-ի անդամ չի։ Բայց ինչպես տեսնում եք, ԵԱՏՄ-ն ամեն ինչ անում է, որ սերտ համագործակցի, նոր գործընկերներ ներգրավի, բացի դրանից նրանց հետ, ովքեր ԵԱՏՄ անդամ չեն, լավ էլ համագործակցության ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում, ապրանքաշրջանառությունն է աճում, բայց այդ դեպքում հարց է ծագում։ Հայաստանը, երբ որ դեռ 13 թվականին ասում էին, որ իմաստ չուներ, որ իրան կոտորելով միություն մտներ, այն ժամանակ այո, նույնիսկ եթե Ռուսաստանը ճնշում էր, չէր ճնշում, որ Հայաստանը դառնա մաքսային միության անդամ, այնուհետև Եվրամիության, ԵԱՏՄ-ի, այլ ուղղակի նրանք ճնշում էին մի բանի համար, որ Հայաստանը չդառնա ասոցացման անդամ։ Այդքանը լիովին բավարար էր։ Բայց ինչպես տեսակ, Հայաստանի իշխանությունները կտրուկ քայլով գնացին, բացատրելով դե ինչ անենք, խնդիրներ կունենանք, եթե 4 տարի բանակցելուց հետո գնացինք այնտեղ։ Եվ այն ժամանակ էլ էինք խոսում, ավելի լավ էր, եթե այդպես էր, բանակցել էինք, անհուսալի գործընկերոջ տպավորություն թողեցիք թե նրանց մոտ, թե նրանց, ավելի լավ է լինեինք միջանցքում, պատուհանով երկուսի հետ էլ հարաբերվեինք, այլ ոչ թե մեկտեղ մտնեինք, հետո խնդիր ունենայինք։ Այն դեպքում, երբ որ այդպես պատուհանով ասացի իմաստը նա էր, որ մեր առաջ բացվեր այդ պատուհանը, ինչպես տեսնում եք, ԵԱՏՄ-ն ձգտում է տարբեր երկրների հետ նորմալ համագործակցության, նրան հետաքրքրում է թե Իրանը, նրան հետաքրքրում է թե Ադրբեջանը եւ Ադրբեջանի հետ թվեր են նշում, թե ինչքան է ավելացել ապրանքաշրջանառությունը։ Բա հարց է ծագում։ Մեզ ասում են, եթե դուք հանկարծ որոշեք ԵԱՏՄ-ից դուրս գաք, գիտեք ինչ խնդիրներ կունենաք, Ռուսաստանը սա կփակի, նա կբացի, էս կանի, այն կանի, կճնշի, սանկցիաներ կկիրառի։ Ժողովուրդ ջան, հանգստացեք, Ռուսաստանը խնդրում է, որ առևտուր անի։ Ռուսաստանը խնդրում է, որ ստանա անհրաժեշտ ապրանք եւ տա իր անհրաժեշտ ապրանքը, եթե գոնե առնող գտնվում է։ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ։ Ռուսաստանը դրա մեջ մեղադրում է Եվրոպային, ասում է դուք ուղղակի ներքաշված եք պատերազմի մեջ, բայց նա Եվրոպայի հետ առևտուր անում, դադարեցրել է։ Պուտինն է խնդրում, ասում է ես տալիս եմ, իրանք չեն հրաժարվում։ Ես միշտ էլ պատրաստ եմ տալ, ինչ որ պետք է, ինչքան պետք է։ Մոռացել ենք այդ ամեն ինչը։ Սա հենց նրա համար է, որ անընդհատ մեզ ասել են, եթե հանկարծ հապկից դուրս գանք, գիտեք ինչ խնդիրներ կունենանք։ Նորից հիշեցնենք, որ հապկը 92 թվականին էր հիմնադրվել, բայց մինչև փաստաթղթեր սարքեցին 94 թվականին վավերացումների փուլը անցան 5 տարի ժամկետով էր։ Այդ 5 տարի ժամկետի ընթացքում Վրաստանն էլ Ադրբեջանն էլ հապկի անդամ էին։ 5 տարին լրացավ 99 թվականին երկուսն էլ դուրս եկան։ Հայաստանը շարունակեց։ Որն էր տարբերությունը։ Հայաստան ինչ տուժեցին Վրաստանն ու Ադրբեջանը, որ դուրս եկան։ Ինչ եղավ Ադրբեջանը, լավ Վրաստանին հանգիստ թողենք, Ադրբեջանը նայ, ինչ եղավ Ադրբեջանի հետ, որ դուրս եկավ։
Ընդհակառակը Եվրոպային ցույց տվեցին, որ ձեր գործընկերը մենք ենք։ 97 թվականին իրանք հիմնադրեցին ՈՒԱՄ-ը, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։ Այն դեպքում, երբ որ փաստաթղթերը արել են ավելի ուշ, մինչև 2001 թվական։ Բայց 97 թվականին այդ հիմնադրելը ֆորմալ առումով իրանց բավարար էր, որպեսզի կանգնեին, ասեին, մենք դե ոնց կարող ենք ՀԱՊԿ-ի անդամ լինենք, եթե մենք ՈՒԱՄ-ի անդամ ենք։ Այն դեպքում, երբ որ ՀԱՊԿ-ը անվտանգային բլոկ է, ՈՒԱՄ-ը տնտեսական տիրույթ։ Անունն էլ մի հատ դրել էին ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Բայց դա առիթ հանդիսացավ, որ ասեն մենք այլևս ՀԱՊԿ-ի մեջ լինել չենք կարող։ Այսինքն Եվրոպայի գործընկերը Ադրբեջանն է, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, մենք չենք։ Պսես մեր կողքով անցան գնացին։ Իսկ այդ ժամանակ մենք մաքսային միություն գնացինք։ Այն ժամանակ ասում են, դե որ ՀԱՊԿ-ից ուզենանք դուրս գանք, խնդիրներ կունենանք։ Ուզում եմ իմանալ, թե ինչ խնդիր ունեցավ Ադրբեջանը, որ դուրս եկավ։ Որն էր խնդիրը, չէին մտածում ոնց սիրաշահեն Ադրբեջանին, որովհետև դուրս է եկել, ոնց խաթրն առնեն։ Հիմա նույնը ԵԱՏՄ-ին է վերաբերվում, ոնց են սիրաշահում Ադրբեջանին։ Իսկ մեզ ասում են հանկարծ քայլ չանեք, պրոբլեմ կունենաք։ Իսկ ինչու պետք է պրոբլեմ ունենանք։ Եթե մեր ապրանքը Ռուսաստանի շուկային հետաքրքրում է, իրանք պետք է չառնեն նրա համար մենակ, որ մենք ԵԱՏՄ անդամ չենք։ Կամ ով ասե, որ մենք չենք օգտագործի զուգահեռաբար այդ հնարավորությունը Եվրոպային ասենք, դե լավ, մենք այս ընտրությունն ենք կատարել։ Դե օգնեք, մենք էլ այդ հարցերը լուծենք։ Ոնց ենք այդ հարցը լուծելու։ Ստանանք համապատասխան երաշխիքներ եւ իմանանք մեր քայլերը, բայց մենք չենք ուզում այդ ուղղությամբ քայլ անենք։ Հիմա նաեւ անդրադառնանք Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյարքա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում։ Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Այո, ինտենսիվ ձևով Թուրքիայի հետ աշխատում են, բայց եւ միևնույն ժամանակ Թուրքիան մինչեւ վերջերս էլ համառորեն պնդում է։ Մինչեւ Ադրբեջանի պահանջը չկատարեք, մեր հետ հարաբերությունները չեք կարգավորելու։ Սենց կանենք, քննարկենք, ինչ որ բան կասենք, նախապատրաստական բաներ կանենք, բայց վաղը մյուս օրը պետք է ընդունեք Ադրբեջանի պահանջը։ Իսկ մենք առավոտից իրիկու ասում ենք, եթե Թուրքիայի հետ հարաբերությունը լավացնենք, դա կնպաստի նաև Ադրբեջանի հետ լավացնենք։ Դուք գիտեք, որ դա այդպես չի, որովհետև Թուրքիայի համար թիվ 1 գործընկերը Ադրբեջանն է, ու լավ գիտեք, թե իրանք փոխադարձաբար իրար հետ ոնց են։ Ու նրանք համարում են Հայաստանը սեպի պես խրված է իրանց արանքում, թուրքական պետությունների արանքում։ Մենք չենք կարող ավելի լավը լինենք Թուրքիայի ու Ադրբեջանի համար, քան իրանք իրար համար։ Եվ զուգահեռ, որ ասենք, արդեն սահմանին հանդիպումից բացի նաև Գյումրիում են հանդիպում, մեկ ուրիշ հանդիպում արդեն Ադրբեջանի տարածքում էլի ոչ սահմանին։ 2025 թվականի նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը նոյեմբերի 28-ին։ Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում, ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Այսինքն արդեն սահմանին չեն հանդիպում, արդեն իրար տներ են գնում։ Հաջորդն է կլինի Հայաստանի մի քաղաքում։ Դեռ դիվանագիտական հարաբերություն չես հաստատել, դեռ սահմանները չես սահմանազատել, դեռ սահմանները չես բացել, ոչինչ չես արել, բայց ուղղակի ամեն ինչ արվում է ինտենսիվ, որ հարաբերությունները կարգավորել, տեսեք իրար հետ ինչ լավ շփումներ ունենք, շատ կարևոր է դա։ Եվ շարունակությունը նայենք։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025 թվականի հունվարի 16-ի
11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ։ Նախորդ հանդիպումը եղել է նորից ձեր ուշադրությունը հրավիրեմ հունվարի 16-ին։ Կանոնակարգը հաստատած։ Պայմանավորվածություն ձեռք բերած, որ ընդեղից պիտի սկսեմ։ 10 ամիս, ավելի քան 10 ամիս հետո, ասма որոշեցինք, որ պիտի սկսենք, բայց 10 ամիսին չէի կանում։ Բայց այս ձևի եք սահմանազոտում անելու, Հայաստանի օկուպացված տարածքներն էլ հետ բերելու, որ ասում ենք 30 տարի կպահանջվի, գիտեք հենց այնց ենք ասում։ Այսինքն այդ ամբողջ ժամանակը ինչով եք զբաղված, կանոնակարգը հաստատած ժամանակացույցը արած։ Տեղն էլ որոշել եք, որտեղից եք սկսելու։ Ինչն է խանգարում, որ չեք սկսել։ Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ։ Լուրջ, այս բանը, քարեդարն է, մինչև իրար չտենակ մտքեր չի փոխանակվում, դուք 11-րդ հանդիպման այդ բոլոր մտքերը փոխանակել եք։ Դուք հիմա պետք է կոնկրետ քայլ անեք, եթե օպերատիվ ճշտելու բան կա, դրա համար ոնց որ հեռախոսի գյուտը բավական շուտ են արել, ինտերնետի մասին չասեմ, մենա ակնհայտ է։ Ինչն է պատճառը, որ նորից հանդիպում եք, նորից քննարկում եք, ինչ որ միջոցառումների հետ կապված կազմակերպչական տեխնիկական հարցեր։ Սկսեք, ում եք սպասում։ Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Հիմա դեռ ուղեցույց են քննարկում։ Բա կանոնակարգը, որ հաստատել եք, բա դա ինչ էր։ Բա որ որոշել եք դեղից սկսել, դա ինչ էր։ Դեռ քննարկում եք։ Որ սկսեք։ Եվ առասարակ, այս ինտենսիվությունը, որ ցույց են տալիս էկոնոմիկայի նախարարն Ստամբուլում հանդիպումների, որ տեսեք ինչ ինտենսիվ ձևով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում են, դա շատ կարևոր է Հայաստանի համար։ Իշխանություններն ուզում են ցույց տան, որ այդ տեսեք ամեն ինչ անում է Ռուսաստանը մեզ խանգարի, որ Թուրքիայի Ադրբեջանի հետ չլավանանք, ինքը գիտի ինչ անում, մենք պետք է Ռուսաստանից փոխվելու համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավանանք։ Այս ռուսամետ ընդդիմությունն էլ, բա որպեսի Հայաստանը Թուրքիայի տակ չմտցնեն ու Ադրբեջանի թուրքական եւ ադրբեջանական քաղաքականություն չվարեն, ուրեմն մենք պետք է ավելի ինտենսիվ զարգացնենք հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Ժողովուրդ ջան, դուք չեք նայում այս աշխարհում ինչա կատարվում։ Այսինքն այս իշխանությունից ու այս ընդդիմությունից բացի այս Հայաստանը մեզ մարդ չկա։ Կամ ընտրենք ռուսամետներին, որ Նիկոլից պրծնենք, կամ ընտրենք Նիկոլին, որ ռուսամետներից պրծնենք։ Ուրիշ մարդ չկա այս հանրապետությունում, որ օրակարգը լի, որ հասկանանք, ուզում ենք երկուս իրար թաթիկ բռնեն, գնան տուն, երկուսից պրծնենք։ Կամ ով է ասել, որ կամ պետք է Ռուսաստանից պրծնելու համար Թուրքիայի, Ադրբեջանի առաջ սիրտը դու դռներդ բացես, կամ Թուրքիայից ու Ադրբեջանի կանխելու համար Ռուսաստանի ավելի սերտ ինտեգրվես։ Այդ Եվրոպան չի երևում, ժողովուրդ։ Չի նկատվում։ Մի մեծ կառույց է, 27 երկիր էլ մեջը կա։ Լավ մի քանիսն է դռների տակ կանգնած, որ ուզում են մտնեն այնտեղ։ Մարդիկ է պարբերաբար մեզ հասկացնում են, որ եղբայր, մենք սպասում ենք ձեզ։ Մենք ուզում ենք, որ դուք ավելի ինտենսիվ քայլեր անեք մեր ուղղությամբ։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում Եվրոպա հանդիպում է։ Եթե իսկ հրապարակային չէ, արդեն մարդկանց ասում են մենք Ռուսաստանի դեմ դուրս չենք գալու, հույսներդ կտրեք։ Այո, եթե պետք է մենք ցույց տանք, որ գալիս ենք Եվրոպա, դուք էլ ասեք, բարի գալուստ, երբեք մեր հարաբերությունն այսքան լավ չի եղել, այդ մենք իրար ասենք, բայց հո գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ինչ է անելու։ Բայց սա է արդյունքը, ժողովուրդ ջան։ Այլընտրանքը նա է, որ այլընտրանքը լի եւ այս իշխանության եւ ռուսամետ իշխանության, բան ընդդիմության, չեմ ասում միայն նախկին, որովհետեւ ռուսամետ ընդդիմությունը մենակ նախկինները չեն։
Եվ այլընտրանքը Ռուսաստանի եւ Ադրբեջանը Թուրքիայի խաղեր տալու իրական քայլերով Եվրոպա գնալն է։ Պետք չի ցույց տալ, թե մենք ինչի համար ենք պայքարում։ Մեկը ասում է թուրքն է ռուսից լավ, մեկը ռուսը թուրքից լավ։ Երկուսն էլ իրար արժեք, այն կողմն էլ, այն կողմն էլ։ Այս իշխանությունն էլ ու այս ռուսամետ ընդդիմությունն էլ։ Երկու կողմն էլ իրար արժեք։ Պետք չի մրցակցության մեջ մտնել ու ամբողջ քաղաքական դաշտը ձեր օրակարգով լցնել։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում դրսում։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Վաշինգտոնը Մոսկվային ուղարկել է Ուկրաինայի համար իր խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք մշակվել էին Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունների արդյունքներից հետո։ Հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում։ Այո, հիմա իրանք արդեն ստացել են պաշտոնապես, արդեն հասկանում են, որն է այն կարմիր գծերը, որը Ուկրաինան դրել է, որից պակաս ինքը պատրաստ չի դրան գնալ, Ամերիկան էլ այն ինչի որ հասել է, դա է վիճակի ներկայացրել է Մոսկվային, որովհետև տեսնում է Ուկրաինան դրանից ներքև չի իջնելու, սա է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։ Զելենսկու խոսքով կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում եւ ուկրաինական կողմը լավ պատրաստված կլինի եւ պատրաստ կլինի բովանդակալից քննարկումների։ Իսկ հիմա Վլադիմիր Պուտինը ինչ ասում։ Ուկրաինայի զինված ուժերը միայն հոկտեմբերին կորցրել են 47,000 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերի տարածքային կորուստները ոչ պակաս նշանակալի են։ Մթամետ 47,000-ը համարում է նշանակալի հաջողություն։ Հիմա էլ ասում է մեր այն հաջողությունն էլ ոչ պակաս է։ Այսինքն հպարտությամբ հայտնում է, որ ենթադրենք իր ասած թիվը ճիշտ է։ Այն մարդակեր, երբ պետք է հանգստանաս։ Այսօր մարդիկ նայում են դեռ Պապուա Նովայա Գվինեայում, Նոր Գվինեայում, դեռ մինչև հիմա որոշ թղեր կա մարդ ուտում են։ Ֆիջի կղզում էլ են ուտում։ Դրա համար մարդիկ այդ կողմերը գնալուց ասում են այդտեղ չմտնենք, էլ այդ մարդակերների հետ ինչ գործ ունենք։ Չնայած այդ մարդիկ, որ սենց գցես ինչ ա եղել, ամեն արժող չարժողի չեն ուտում։ Շատ դրական կերպար մարդկանց են ուտում, իրանց կարծիքով, որ նրանց դրականը անցնի իրանց։ Վերջը քանի հոգու են ուտում, որ անունը մարդակեր են դրել։ Միլիոնից ավել։ Այս մարդը երջանկանում է ժողովուրդ։ 47,000 սպանել ենք, այս մեր հաջողություններն է։ Շատ շոշափելի հաջողություն ենք դրանց է։ Ինչքան էլ քեզանից ես սպանել, որ ինչ անես։ Ինչ խնդիր լուծես։ Ու այսօր էլ մեր օրակարգով Ռուսաստանի օրակարգ սպասարկենք։ Ես ապշում եմ ժողովուրդ ջան, թե մեր ժողովրդի հետ ինչա կատարվում։ Որտեղից մերոնց մոտ սենց բան առաջացավ։ Մենք պատերազմ տեսած, ցեղասպանություն տեսած, այդ ամեն ինչի մեջով անցած մարդիկ ենք։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ այդքան զոհեր տված, այդքան հաշմանդամ դառած։ Այսինքն ո՞նց ենք մենք սենց հաճույք ստանում, էլի։ Ու մտածում ենք, որ ինչ, Պուտինը հզոր տղա է։ Շատերն էլ մտածում են, ասում են, այդ ինքը չի իր նմանակն է։ Ինչ տարբերություն։ Պուտինի ապարատի համար կապ ունի նմանակն է, թե չէ։ Իրանց պետք է իրանց թալանը։ Ու ուզում է դաթոռին նստած լինի։ Կարելի է կարծել Հայաստանը, եթե Նիկոլ Փաշինյանի նմանակն էլի, ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանին չեն պահելու, ապա ասեն, ժողովուրդ չէ, ԴՆԹ անալիզ արեցինք, ինքը չի նմանակն է։ Ով քեզ բարձր աշխատավարձ տալի, նա է իսկականը էլի։ Այդ ով չգիտի որ։ Այս կարգի երկրներում ձևը դա է, ժողովուրդ ջան։ Հիմա էլ Պուտինն ինչ է ասում, եվրոպացիները պետք է հաշվի առնեն, որ ռուսական շուկայում շատ տեղեր զբաղված են տեղական բիզնեսի կողմից։ Եթե նրանք հանկարծ որոշեն վերադառնալ, խնդրեմ, ես բազմիցս ասել եմ, մենք դեմ չենք դրան, մենք բաց ենք բոլորի համար, մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, բայց իհարկե հաշվի առնելով ներկայիս իրողությունները։ Ես նկատի ունեմ, որ մեր շուկայում շատ տեղեր զբաղեցնում են հիմնականում ռուս արտադրողները եւ ռուս ձեռնարկատերերը, նշել է Պուտինը։
Այսինքն ռուս արտադրողները տեղական արտադրանքային որակի են հասցրել, որ այդ տեղական արտադրանքով դու մրցակցում ես Եվրոպայի հետ ու տեղերը զբաղված են, հա։ Լուրջ։ Իսկ կարելի է մի հատ ցույց տաս այդ տեղական արտադրանքը ինչ են արտադրում, որով իրանք լցրել են շուկան, եվրոպացիներն էլ տեղ չի մնացել։ Թե ռիսկ չես անում, ասես, չինացիներն են գրավել։ Երգիրը հանձնում ենք Չինաստանին։ Այդ ո՞նց հա որ եթե սա առավելություն է, ասա որ չինացիներն էլ եկել են շուկան գրավել են, ինչ ապատա է որ եվրոպացիներին տեղ չի մնացել։ Այսինքն Ռուսաստանը հիմա տեղական արտադրողը մրցունակ ապրանք է արտադրում եւ Եվրոպայի համար արդեն տեղ չի մնացել, հա։ Այս մարդը իրականությունից ինչ չափի է կտրված։ Ինքը այլևս չի կարող ոչ մեկին խափի։ Արդեն սկսում են կասկածել, կարող է ինքը արդեն խափված է։ Որովհետեւ հնարավոր չի, որ ինքը մտածի, որ մարդկանց հնարավոր է խափել։ Ամեն օր իր քաղաքներին դրոններով հարված են, հրթիռներով հարված են, ինտերնետ անջատեն Մոսկվայում, մեր Մոսկովյան շրջանում, կանգնել բացատրեն, որ բթամում է պետք ինտերնետը կենթանի շփումն ավելի լավ է։ Իհարկե, որ տրանսպորտել չլինի ավելի լավ է, քայլելը շատ օգտակար է առողջության համար։ Առողջ ապրելակերպ։ Էլ ինչ կարելի է ասել։ Էլ ինչ կարելի է ասել այդ մարդկանց խելքը ուտելու։ Ես չեմ էլ հավատում, որ արդեն որևէ մեկը հավատում է Պուտինին։ Հնարավոր չի, որտեղ իրանք հարվածը իրանց գլխին տեսել են։ Ես զարմացած եմ ուղղակի Հայաստանում, որ դեռ տենց սեր կա իրանց նկատմամբ։ Այդ է ինձ զարմացնում։ Թե չենդեղինը պարզ է։ Մի մասը վախեցած են, մի մասը ինֆորմացված չեն։ Մի մասն էլ առանց Պուտին կյանքը չեն պատկերացնում, այդ հասկացել ենք։ Ստեղ։ Դեմը ընտրություն է ժողովուրդ, էսի չա կատարվում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան։ Մենք բանակցություններ կվարենք Ռուսաստանի նախագահի հետ։ Ես այնտեղ եմ գնում Հունգարիայի ձմռան եւ հաջորդ տարվա համար մատչելի գնով էներգամատակարարում ապահովելու համար, նշել է Օրբանը։ Իհարկե ժամանակին էլ Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել էր, որ չի կարող փոխել երկրի աշխարհագրական դիրքը, ուստի Բուդապեշտը կշարունակի գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ։ Սա այն բարեկամ երկիրներ Տրամպի, որ Տրամպն ասում էր Օրբանին համոզում էր, որ նավթ մի ստանա Ռուսաստանից, Օրբանը Ռուսաստանից ստանում է, որովհետև ասում է, դե եթե դու Ռուսաստանին զիջում ես, ես Ռուսաստանի դեմն չի պիտի դուրս գամ, որ Օրբանը այդ մոդիկից շփվել է, չէ, Տրամպի հետ։ Տեսել է, չէ, ինքը Տրամպի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Էլ ինչի պիտի Ռուսաստանից հրաժարվի, որ հետո էլ երեսով է տալի Տրամպը Եվրոպային, ասում է դուք եք ստանում Ռուսաստանից էներգառեսուրսներ, եկել եք ինձ եք ասում։ Իսկ հիմա Ռուսաստանի նախագահ Պուտինը արդեն որ հանդիպել է, այդ արդեն այս մտադրությունների մասին ասի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ եւ հայտարարել է այդ հանդիպման ժամանակ։ Եթե ԱՄՆ-ի հետ մեր բանակցությունների ընթացքում հարցը հասնի Բուդապեշտը որպես հարթակ օգտագործելուն, ես նույնպես շատ ուրախ կլինեմ եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր պատրաստակամության համար աջակցություն ցուցաբերելու հարցում, ասել է Պուտինը։ Իհարկե Պուտինը սրանով ակնարկումը հարցը դա չի, որ հա Բուդապեշտում էինք որոշել, ակնարկումը Ամերիկային, որ հա, այն որ կատեգորիկ կանգնեց Լավրովն ասեց, եթե մեր պահանջները չեն կատարել էլ հանդիպել իմաստավորն է, դրա համար Տրամպը ասեց էլ իմաստ չունի, չեղարկենք, բայց դա եղավ Լավրովի ուլտիմատումից հետո։ Հիմա արդեն հասկացան, որ ոնց որ թե չի ստացվում այդ ձևով առաջ գնալ։ Հա իրանք խնդիրը նա չի, խնդիրը հոմենակեն չի, որ իրանք ասենք կարան պահանջ ներկայացնեն Տրամպին, այլ անի։ Բայց դեռ Ուկրաինան էլ համաձայնվի, Եվրոպան էլ համաձայնվի։ Ու հիմա արդեն ակնարկում են, որ այո, շատ ուրախ կլինենք Հունգարիայում այդ հարցը նորից վերականգնենք Հունգարիայի հանդիպման հարցը։ Իհարկե դեռ հարցը առաջանում, որ Դոնալդ Տրամպը դեռ պիտի կողմնորոշվի, այն ինչ որ կոնկրետ օրեր դնում, այդ կոնկրետ օրը արդեն անցել է, որ պիտի այդ հարցը կարգավորվեր, Ուկրաինանը պիտի ստորագրացել էր, բայց ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ ու բնական էր, որ տեղի պիտի չունենար։
Եվ հիմա արդեն Դոնալդ Տրամպը պետք է մտածի այդ իրավիճակից ոնց դուրս գա, որովհետև իր երկրում էլ մարդիկ հասկանում են, որ այս ինչ է անում։ Բառից բուն իմաստով համարում են դավաճանություն, համարում են ծախվածություն։ Այսինքն դա այնպես չի, որ մենակ մենք ենք ստեղից խոսում դրա մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ես կդադարեցնեմ ներգաղթը բոլոր երրորդ աշխարհի երկրներից, ԱՄՆ համակարգը լիարժեք վերականգնելու համար, կչեղարկեմ Բայդենի կողմից տված բոլոր միլիոնավոր ապօրինի մուտքի թույլտվությունները, այդ թվում քնկոտ Ջո Բայդենի ստորագրությամբ տրվածները, կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին, կամ անկարող են սիրել մեր երկիրը, ես կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, կզրկեմ ներքին կարգը խաթարող ներգաղթյալներին քաղաքացիությունից և կարտաքսեմ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հանրային բեռ են, անվտանգության սպառնալիք կամ անհամատեղելի են արևմտյան քաղաքակրթության հետ, նշել է Տրամփը։ Իհարկե սա շատ լավ է հնչում և ժողովրդի համար էլ ականջի համար հաճո, որ տեսեք այս մարդիկ եկել են ձեր հացն են ուտում, դուք այդքան չարչարվում եք, հարկեր եք ստեղծում, դրսից եկել են ձեր հացն են ուտում, այս կկտրեմ, այս կփագեմ, այս կանեմ, այն կանեմ, դեմները կառնեմ եւ այլ, ոնց որ վատ չի հնչում, բայց խիստ անարդյունավետ քայլեր է, որը որ Դոնալդ Տրամփը փորձում է կատարել։ Նախ ներգաղթյալների հետ կապված են առաջի ակտիվ քայլերը, որ արեց ինքնաթիռով ձեռնաշխտաներով ուղարկել է շատ վատ ընդունվեց, սահմանին ամրապնդեց, ոնց որ դա էլ չստացվեց, ահաբեկեց, որ այդ սահմանին լավ տիրություն չանեք, Մեքսիկան խնդիրներ կունենա, Կանադան խնդիրներ կունենա, դա էլ ոնց որ արդյունավետ չեղավ։ Հիմա արդեն ինքը կատեգորիկ ձևով ասում է այս քայլերը պետք է անեմ։ Իհարկե ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարելը դա ցանկացած երկրի իրավունքն է եւ պարտականությունն է ինչ-որ միտեղ, որ դրա մասին չի խոսքը, բայց sense պոպուլիստական հայտարարություն անելու տակը պետք է նայես։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ բոլոր նահանգներն են խիտ բնակեցված։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եկողի համար բարենպաստ պայման ստեղծեք, գնան այնտեղ, որտեղ նոսր բնակեցված են ու բնակլիմայական պայմաններն էլ այդքան էլ բարենպաստ չեն։ Մարդիկ դրսից եկել են անապահով երկրներից, պատրաստ են գնան նաև ուրիշ տեղ աշխատել։ Պայման ստեղծեք, թող գնան աշխատեն։ Իսկ այդ նահանգներում ունեն ներգաղթյալների կարիքը։ Եթե ներգաղթյալները չեղան, տեղացիները շատ գործեր չեն անում։ Բացի անելը, եթե արեցին նրանց աշխատավարձն ու սոցիալական երաշխիքները ուրիշ է, քան երրորդ երկրներից, անապահով երկրներից եկածները, որ գիշեր-ցերեկ աշխատում են։ Դա լրջորեն ազդելու է տնտեսության վրա։ Այդ մարդիկ եթե հրապարակային չեն ասում, բայց այդ մարդիկ գիտեն, որ ինքնարժեքը կբարձրանա, եթե այդ ձրի էժան աշխատուժը ձրի չասեմ, իրանց երկիր չգա։ Ու դրա համար շատ դժկամությամբ են ընդունում այդպիսի ֆեդերալ որոշումները։ Եվ բացի դրանից, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի կարողանա մագնիսի պես ուղեղ քաշի, պետք է պայման ստեղծի նորեկողների համար։ Նորեկողի համար եթե պայման չստեղծես, մարդը պետք է գա 30 տարի աշխատի, որ ինչ-որ բանի հասնի, 21-րդ դարում ուղեղ աշխատող մարդը Դեր կգնա Ամերիկա 30 տարի կտանջվի, որ մի բանի հասնի։ Տրամփը դեռ մնացել է այն հին ժամանակների, աճ չկա իր մոտ, որ 30 տարի առաջվա ժամանակները չի, հիմա լրիվ ուրիշ է։ Մարդը եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում պետք է գա թանկ ապրելակերպի պայմաններում, այդ թանկ բարձր գների պայմաններում, պետք է գա հնարավորություն չես ստեղծելու, կարող ես բացատրել նորմալ աշխատող մարդը ինչի պետք է գնա Ամերիկա։ Գերադասի Եվրոպան։ Մի ժամ քշում ես, մտնում ես ուրիշ երկիր, ուրիշ կլիմա, ուրիշ քաղաքակրթություն, ուրիշ բաներ, պատմական հուշարձաններ, ամեն ինչ, փոխկապակցված քաղաքներ ու երկրներ։ Մի հարց կա, ամերիկյան երազանքի հերն անիծեցիք, գցեցիք են կողմ։ Հիմա ասում եք, բոլորի դեմը փագեք։ Պետք է բացատրես մարդը ինչի պետք է գա։ Ցածր որակավորում պահանջող աշխատանք տեղացիները չեն անում, չեն բարիհաճում, դա եւ Եվրոպայում ատենց եւ Ամերիկայում։ Բայց մյուսներն էլ որ չբերեցիք, ով է անելու դա։
կամ տեղական մարդկանց, որոնք որ նորմալ կրթություն են ստացել այդ ցածր որակավորումով գործը պետք է անեն, ինչ աշխատավարձի դիմաց։ Այդ դուք այդ ամեն ինչը չգիտեք, որ այդ սիրուն ճոխ հայտարարությունը արվում։ Որ պետք է խնդիրը կարողանաս լուծես։ Երբ որ ասում են մեր նման երկրներից ուղիղի արտահոս քալում, որովհետև զարգացած երկրները քաշում տանում են։ Եթե զարգացած, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կոշտ պայմաններ դնի, ուղղակի իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատուժի կարիք չունի, իրոք չունի, հա։ Դոնալդ Տրամպը կարծում է, որ չունի։ Ինքը մի քիչ ծանոթ է իր երկրին, մի քիչ գնացել է այս կողմ այն կողմ, թե մենակ իր պատկերացրածը Նյու Յորքն է, իր գոլֆի դաշտերն է, կորտերն է, չգիտես ինչն է։ Ինքը իր երկրին ծանոթ չի լավ։ Չի գնում տեսնի, որ այնտեղ աշխատուժի ինչքան կարիք կա։ Ու այդքան էլ լավ չեն ապրում։ Բարձր աշխատավարձ չի ֆռռում այդ նահանգներում, որ ստիպված են դրսից մարդ բերում։ Տեղացիներն էլ իրանք չեն կոտորում շատ երեխաներ ունենալ։ Շատերն է կարիերայի են ձգտում, իսկ այդ նույն հիվանդությունը կա նաև Եվրոպայում։ Կարիերայի են ձգտում, գալիս են ուրիշ տեղերից 10-12 երեխա ունենում, ամեն հաջորդ տարին դառնում են ընտրող, կամած աճելով ընտրության տարիքի եկող։ Եվ կամած ամեն տարին տարուրա որակը փոխվում է այդ երկրում։ Ընտրողի որակը փոխվում է։ Ինտելեկտուալ մարդը չի ուզում Իրանից ինտելեկտուալ մարդ ծնվի, ինքը կարիերային է իրան տվել։ Հետո էլ զարմանում է, որ ուրիշ երկրներից գալիս են, իրանց մոտ պաշտոնի են նստում ու իրանց ղեկավարում են։ Իրանց վարքու բարկով էլ ընտրություն են կատարում, երկիր են ղեկավարում։ Չգիտեք պատճառը որն է։ Դրա համար սա կարող է լավ հնչում, բայց որ ասես կոնկրետ դիր քայլերը նայի, սա արեցիր, սա է ալնելու, սա արեցիր, սա է ալնելու։ Այդ մարդը իր կենսագրության մեջ գրել է, որ տնտեսագետ է, ֆինանսիստ է։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ տնտեսագետ, որ շղթան վերցնեց, մի հատ օղակ քաշեցիր, ամբողջ շղթան խառնվելու է իրար։ Այդ ամբողջը պետք է համալիր ձևով նայես։ Սա արեցիր, սա է ալնելու, սա արեցիր, սա է ալնելու, շղթայական ռեակցիա է ալնելու։ Հա ասեցիր, 26 թվականի ընտրություններից առաջ մի հատ սիրուն բան ասեցիր, հետո։ Իսկ հիմա նայենք, խնդիրը նորից նաև կա։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսելով Իսրայելի դեմ պատերազմի մասին ասել է. նրանք եկան չարիք գործելու, հակահարված ստացան եւ դատարկազեռն հեռացան։ 12 օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթեց եւ Ամերիկային եւ սիոնիստերին դրանում կասկած չկա։ Հաղթեց երկուսներ։ Այս 12 օրյա պատերազմում ԱՄՆ եւ Իսրայելի 20-ամյա ծրագիրը պատերազմ հրահրել Իրանում պարտություն կրեց, նշել է Խամենեին, թե որքանով ապարտություն դա կայլավերապահումով մոտենալ, բայց այնուամենայնիվ որ Իրանը չի հանգստանում, դա ակնհայտ է։ Երևի օր չկա, որ Իրանը այս կարգի հայտարարությամբ հանդես չի գալի։ Նույնիսկ եթե իրանց հայտարարությունները կրկնվում են, ես պարտադիր ամեն օրվա իրանց հայտարարությունները ներկայացնում եմ, որտեղ դա ցույց է տալիս, որ դա իրանց համար օրակարգ է։ Եթե դա իրանց համար օրակարգ է, առնվազն մեզ համար մտահոգվելու օրակարգ պետք է լինի։ Գոնե մտահոգվելու աշճան։ Եթե իրանց մոտ դա ամենօրյա խնդիր է, որ իրանք պատրաստ են բախման գնալ Ամերիկայի հետ, Իսրայելի հետ, իսկ մենք Ամերիկայի հետ հույսեր ենք կապել, գալու է ճանապարհ բացելու Իրանի սահմանով, ասում ենք, որ Իրանի հետ էլ է լավ լինելու, իրանք էլ են օգտվելու, Ռուսաստանն էլ է օգտվելու, բայց ինչպես տեսնում ենք, լարվածությունն ու բախումը Ռուսաստան, Արևմուտք, Իրան, Ամերիկա, Իսրայել, ինչ հունի վրա է, ունի մեջ է, բայց էլ պետք է մենք հասկանանք, չէ, որ ուշադրություն դարձնենք դրան։ Իսկ ինչպես տեսնում եք, վերջի շրջանում Իրանի թեմայով մեր մոտ ընդհանրապես խոսակցություն չկա։ Քանի կար օրը մի պաշտոնյա մի 3-4 հատ հայտարարություն էր անում։ Մեկը գնում էր, մեկը գալիս էր, նրանց մոտից գալիս էին ստեից գնում էին այնտեղ, ինչ եղավ, այդ երկիրը արդեն մեր հարևանը չի։ Այսինքն մեզ այլևս չի հետաքրքրում, թե այնտեղ ինչ է կատարվում, բայց մնում մի բան հասունանում է, մեկը պայթում է, մեկը ասում է, բայց ում մտքով կանցներ։ Որովհետև այս ամբողջ ընթացքը չեք նայում ինչ է ալնում։
Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարն ինչ է ասում. ՆԱՏՕ-ի անդամները իրենց բնակչությանը վախեցնելով Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով սկսել են որքան էլ խելագար թվա պատրաստվել Ռուսաստանի հետ մեծ պատերազմի։ Եվրամիությունը առաջ է մղում անզուսպ ռազմականացումը, թաղում է միասնական Եվրոպայի խաղաղության և բարգավաճման սկզբնական հայեցակարգը, Եվրամիությունը վերածելով ՆԱՏՕ-ի հավելվածի։ Արդյունքում Եվրոպան արագ կորցնում է իր գլոբալ կշիռն ու մրցակցությունը, ընդգծել է Գոնչարը։ Դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանը չի ձգտում բախման, այլ աշխատում է համախոհ գործընկերների հետ Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար։ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ՆԱՏՕ անդամ պետություններին վերանորոգել ընդհանուր եվրոպական տունը, այդ թվում 2021 թվականին կնքելով իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրեր փոխադարձ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, սակայն մեր բոլոր նախաձեռնությունները մեծամտաբար մերժվել կամ անտեսվել են։ Հիմա հասկանանք մի քանի բան։ Հերթական անգամ իրանք ներկայացնում են, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի։ Նախ, իսկ երբ որ խոսում է, որ ռազմականացվում է եվրոպական երկրները, եվրոպական երկրները այն էլ Ամերիկայի պահանջով ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների մասին է խոսքը, մինչև 2035 թվականը պետք է համախառն ներքին արդյունքի 5%-ին հասցնեն պաշտպանական ծախսերը, ռազմական ծախսերը։ 10 տարվա ընթացքում 5%-ի։ Բայց որ գնացել ես խաղաղասեր Գոնչար, ելույթ ես ունենում, բացատրում ես, որ իրանք զինվում են։ Չես նայել քուլ համախառն ներքին արդյունքի որ տոկոսն է ռազմական ծախսերը։ 7։ Չես նայել, որ քո ընդհանուր բյուջեի մեջ 40%-ը ռազմական ծախսերն են։ Էն էլ թաքնված ծախսեր կա, որ ուղղակի չի երևում, ուրիշ ոլորտի տալիս են, դա էլ են ռազմականի վրա օգտագործում, ուղղակի որ շատ ճչացող թիվ չլինի։ Բայց նույն թվերը, եթե Երևանում նստած մենք նայում ենք, Եվրոպայում նստած չեն նայում, բա համակարգեր են աշխատում։ Մենք մեր ուժերով ենք արում, բա նրանք համակարգեր են աշխատում, այդ թվերն իրար կողք չեն դնում։ Չեն դնում, որ Ռուսաստանը պատերազմը որ դադարեցնի, ինչ անելու։ Իր երկիրը վերականգնելու է, իր ժողովրդի կենսամակարդակի մասին է մտածելու։ Այդ 800,000 վարձու մարդասպանին բերելու է իր երկրում, ինչ անի, ուղղակի ինչ աշխատեն։ Կոնսերվատորիայում։ Որտեղ։ Բերդերի դռները բացել է, մարդասպաններին տարել է, հետա բերելու ինչ անի։ Մարդիկ այդքանը հասկանում են, որ դու շանս չունես պատերազմը դադարեցնելու։ Բա ում դեմ ես կռվելու, որ արդարացնես այդ վիճակը։ Այդ թվերը թող նայեն, թե ինչի չեն վստահում։ Այդ չեն վստահում, որովհետև դու փաստաթուղթ ես ստորագրում Ուկրաինայի հետ, հարձակվում նրա վրա։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի համաձայնվի տարածքներ տալ խաղաղության դիմաց։ Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածք կզիջենք։ Նա տարածք զիջելու մասին փաստաթուղթ չի ստորագրի։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում դեմ գնալ Ուկրաինայի սահմանադրությանը և Ուկրաինայի ժողովրդին։ Այժմ իրատեսորեն կարող են քննարկել միայն շփման գծի սահմանումը, հավելել է Երմակը։ Երմակը իհարկե բացի բավական մեծ կշիռ ունեցող պաշտոնյա է, նաև բանակցությունների ժամանակ ղեկավարն էր պատվիրակության Ժնևում հանդիպման ժամանակ, բայց այս ընթացքում նաև խուզարկություններ էր իր տանը, կոռուպցիոն սկանդալի հետ կապված նաև իր անունն էր հոլովում, բայց որևէ բան չգտան, որևէ արդյունքում որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցեցին, ինքն էլ ասել է, որ որևէ ձևով չեմ խոչընդոտել, ընդհակառակը աջակցել են, որ եթե ինչ որ ուզում են, թող նայեն, գտնեն թե աշխատասենյակում, թե տանը, արդյունքում իհարկե կոռուպցիոն սկանդալը շատ անբարենպաստ ժամանակ տեղի ունեցավ,
բայց աշխարհն էլ հասկանում է ինչա կատարում, ռուսները շատ ոգևորված են, որ դա կխանգարի Ուկրաինային, այսինքն ինքը կորուստներ կունենա, որտեղ իրան չեն վստահի, փող չեն տա, բայց արևմուտքում այդպես չեն մտածում, այն մարդիկ, ովքեր զոհվում են այսօր, նրանք չեն մեղավոր այդ կոռուպցիայի համար։ Այո, դրա դեմ պետքա պայքարել, բայց այդ առիթը չօգտագործել, դիրքերը թուլացնել են իշխանության, որը մահուկենաց կռիվ ա տալիս իր երկրի համար։ Այնպես որ դա Ռուսաստանին համենայն դեպս դրանից սպասելիքներ ինքը չի ունենալու, ինչքան էլ որ հույս ունի, որ այդ կոռուպցիոն սկանդալը կարող է օգտագործել։ Այո, շատ ցավալի դեպքեր, շատ վատեր եւ դա որևէ ձևով արդարացնելու բան չի, բայց այսօր պատերազմի մեջ է այդ երկիրը, այսօր այդ երկիրը այն էլ Ռուսաստանը, որ կոռուպցիայից տենց երջանկացած խոսում է, elə մի հատ բանակի վիճակը նայ, թե ոնց է բանակը կերել։ Անենց հարված ոնց որ Ռուսաստանի բանակին հասցրել է կոռուպցիան, այտենց զենք չկա, որը որ կարողանար այտենց ծանր հարված հասցնել Ռուսաստանին։ Այն էլ ինչ էլ որ Պուտինը զեկուցում ա, որ ասում է, էս են կարե, այս հրթիռով էս արեցին կենալի շուռ են գալի, տենում են, չկա ժողովուրդ ջան, չկա, սա դերասանությունն է, չկա իրական վիճակ չի դա։ Իսկ դա այսօր ցավալիորեն ոչ միայն աշխարհի օրակարգն, այլև մեր երկրի։ Դրա համար պետք է դրա հետ կապված շատ ուշադիր լինել եւ կարողանալ կողմնորոշվել, որովհետեւ մեզ կարող է շատ մեծ խնդիրների առաջ կանգնացնեն եւ անիմաստ խնդիրների մեջ ներքաշեն եւ մեր ներքին օրակարգի մեջ ազդեցություն ունենան ցանկացած ձևով։ Այո, թող ես սխալ դուրս գամ, բայց այդ նախազգուշացումն անեմ, շատ ազատ տեղաշարժի ժամանակ այդ վարձկաններին փողը կտան, կուղարկեն Հայաստան ապակայունացնելու, ինչ են կանելու։ Չես կարող ասել Ռուսաստանի իշխանությունը, թե որևէ Ռուսաստանի պաշտոնյա, թե որևէ Ռուսաստանի օլիգարխ, թե չգիտեմ ով։ Ես չգիտեմ ով։ Բայց իմ պարտքն է զգուշ լինել դրա համար։ Իմ պարտքն է նախազգուշացնել։ Իմ պարտքն է կանխարգելիչ քայլերի համար հազանգել։ Որտեվ համ առավոտից իրիկու ասում են ռուսները կարող է Հայաստանի ներքին պրոցեսի վրա ազդեն, համ է դուք մի հատ ցուցակել չունեք ով է Ուկրաինայում կռվել, հետեկել, հիմա այդ մարդը որտեղ է։ Բավա դրա դեմն առնելու։ Չանհանգստանանք դրա համար, ժողովուրդ ջան։ Մարդակերներին ուղարկելու համար չանհանգստանանք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։